Պարոն Դանիելյան, գործակալների դեմ պայքարի մասին հայտարարեց իշխանությունը եւ փաստորեն այդ փնտրտուքները սկսել են արդյունքներ ցույց տալ իշխանության այսպես չափման միավորով։ Ի վերջո այս գործը ինչի մասին է եւ այդ գործակալ է արդյոք Անդրանիկ Թևանյանը թե ոչ։ Այս գործը առաջի հերթին քաղաքական գործ է եւ ունի միջպետական նշանակություն, որի հետևանքները լինելու են չափազանց ծանր Հայաստանի համար։ Այսինքն ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն ես բացատրեմ, որ կա գոյություն ունեն միջպետական պայմանագրեր դաշնակից երկրների միջև։ Եվ ըստ միջպետական պայմանագրերի երկրները պարտավորվում են գրավոր ստորագրած միմյանց նկատմամբ լրտեսական գործունեություն չծավալել։ Եվ նման պայմանագրեր կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, նման պայմանագրեր կան Եվրոմիության երկրների միջև, եւ հակառակը պարտավորվում են, որ հատուկ ծառայությունները միմյանց հետ ինֆորմացիաներ փոխանակեն, թմրաբիզնեսի հետ կապված, տերորիզմի հետ կապված եւ այլն։ Այդ պայմանագրերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նույնպես կնքված են եւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ-ի երկրների միջև։ Ինչ է նշանակում այս գործը։ Այս գործը նշանակում է, որ Հայաստանի իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանը լրտեսական գործունեություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, այսինքն թշնամական երկիր է։ Հետո դա իրավաբանորեն ձևակերպվում է մեղադրանքի միջոցով եւ հիմա դատական գործընթացն է գնում, արդեն դատարանի որոշումով ենթադրում ենք կհայտարարվի, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ թշնամի երկիր է։ Այսինքն դատարանի որոշումը դուք գիտեք, դա ունի օրենքի ուժ, դա օրենքի տեսակ է։ Եվ եթե Հայաստանը օրենքով հայտարարվում է, որ գիտեք ինչ, եթե այդ մեղադրանքը հիմք ունեցող է համարվում եւ քրեական գործ է սկսվում դատարանի որոշմամբ, այսինքն Ռուսաստանը կարող է թշնամական կամ լրտեսական գործունեություն իրականացնել Հայաստանի հանդեպ։ Եթե Հայաստանը Ռուսաստանը համարում է թշնամական երկիր, ապա դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Դա նշանակում է, որ այդ ներքին շուկան կփակվի։ Հայաստանի գյուղմթերքների 98%-ը իրացվում է Ռուսաստանում, ալկոհոլային խմիչքի 78%-ը։ Դա սկիզբն է։ Գազը 3 անգամ շուկայականից էժան գծով է վաճառվում։ Մարդիկ մոտ 4 միլիարդ դոլար ուղարկում են Հայաստան։ Դա նշանակում է Հայաստան տնտեսական կոլապսի առաջ է հայտնվելու։ Պարոն Դանիելյան, եթե օրինակ այդ ենթադրյալ տեղեկությունները, եթե իսկապես ինչ օրինակ փոխանցել է Ռուսաստանին, փոխանցել ասենք Ֆրանսիային, կհամարեն օրինակ պետական դավաճանություն, ինչ է կա։ Ուրեմն ես ձեզ ասեմ, Հայաստանի ցանկացած քիչ թե շատ ինչ որ հնարավորություն ունեցող մարդ, նաև լրագրող, նաև դուք ձեզանից որևէ մեկը հեշտությամբ ոչ թե 600 քանի հազար դոլարով, այլ անվճար կամ նույնիսկ $1000 տեղեկություններ կստանաք, թե փակ ոչ գաղտնի լսումների ժամանակ ազգային ժողովում ինչ է կատարվում։ Ուրեմն ձեզ հիշեցնեմ, մի քանի տարի առաջ Գերմանիայում սկանդալ էր եղել, որովհետև Գերմանիայի վարչապետին իր կաբինետում լսում էին, ասենք, Միացյալ Նահանգների ծառայությունները։ Ես վստահ եմ, որ այս գործող վարչապետի ազգային ժողովի նախագահի իրաց բոլոր հեռախոսարեն եւ կաբինետային խոսակցությունները գաղտնազերծ լսվում են տարբեր երկրների ծառայությունների կողմից, առավել եւս Ռուսաստանը ունի բազմաթիվ հնարավորություններ Հայաստանում, որտեղ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգի մեջ են, հասկանալի չէ, դա ռադարներ են եւ այլն, բազագույություն ունի եւ այլն։ Այսինքն իմանալ, որ Հայաստանի ազգային ժողովում 100-ից ավել падգամավորներ կան, պահակային ծառայություն կա, հավաքարարներ կան, լրագրողներ կան եւ այլն, հանրային լսումներ է դահլիճում տեղի ունենում։ Ձեզ թվում է դժվար է այնտեղ ինչ-որ բան կպցնել եւ ուղիղ եթերում տեղյակ լինել, ինչ խոսակցություններ են լինում։ Դա երևի $500-ից $1000 արժի լսել ինչա կատարվում եւ հարցը թե դահլիճում քանի երկրների ծառայությունները դրված են եւ ոչ միայն այդ դահլիճում, այլ նաեւ վարչապետի գրասենյակում եւ լուրջ պետությունների ղեկավարները, երբ որ ուզում են գաղտնի խոսակցություն ունենալ, դուք տեսել եք բազմաթիվ գնում են ինչ-որ բնության գրքում ծառի տակ իրար ականջին շշնջում են եւ վստահ չեն իրենց լսել են թե չէ։ Եվ խոսալ, որ փակ ոչ գաղտնի լսումների ժամանակ ինչ-որ գաղտնիք կա Հայաստանում, գիտեք ինչ, դա պետք է ուղղակի վայրենի ֆանտազիա ունենալ։ Պարոն Դանիելյան, կոնտեքստին անդրադառնանք, քանի որ ընտրական process-ի ընթացքում է
այս դեպքը արձանագրվել եւ ընթացք տրվել, հնարավոր է ազդեցություն ունենա նաեւ հետագա process-ի վրա, բացասական ազդեցություն ընդդիմադիրների գործունեության չեմ առանձնացնում, որովհետեւ այդ ռուսական ազդեցության մեղադրանքը ուղղվում է բոլոր ընդդիմադիրներին, իրենց իշխանության ընդդիմացող ցանկացած անձի։ Եվ նաև վերջին այս համատեքստում վերջին հարցումները Հանրապետական ինստիտուտի, որոնք հանրայնացվեցին եւ բավականին այսպես անհասկանալի տարբերություն եղավ մինչ այդ եղած հարցումների միջև եւ իշխանությունը կարծեք առաջատար է։ Քանի տոկոս ուներ իշխանությունը 38 ոնց 38% ուներ իշխանությունը, ես սոցիոլոգ չեմ, ես հետազոտություններ չեմ արել, բայց կարծում եմ իշխանության ռեյտինգի 38%-ը կարող է ճշմարիտ լինել, մնացած հատվածում առաջանում են հարցեր, այսինքն իշխանությունը այսօր 38%-ով ընտրություններում պարտվում է նույնիսկ այդ հանրապետական ինստիտուտի տվյալներով, կան այլ տվյալներ, որտեղ պարտությունը ավելի ուժեղ է, որտեղ գիտեք ինչա, պետք է մասնագետ լինել, որոնք հասկանան այդ թվերի տակ ինչ է գտնվում, հա, մարդիկ կան վերջ չեն կողնորոշվել, բայց գնալու են, այսինքն իրենք չեն ցանկանում կարծիք հայտնել։ Բայց հնարավոր է ուղղորդող ազդեցություն ունենա այդ ինստիտուտի տվյալների հրապարակումը։ Ես չեմ հրապարակումը։ կարծում, որովհետև տարբեր տվյալներ կան, բայց հասկացող մարդիկ հասկանում են, որ 38%-ով այս իշխանությունը պարտվում է եւ բազմաթիվ մարդիկ հրաժարվել են պատասխանել։ Այսինքն իրենք ինչ-որ խնդիր ունեն, որովհետև իշխանության ձայն տվողները չեն հրաժարվում պատասխանել։ Հիմա ես ուզում եմ մի կարևոր հայտարարության մասին խոսել, որ արել է վարչապետը, որոնց մասին լրատվամիջոցները չեն խոսում կամ չեն ընկալել ինքը ինչ է ասել։ Ինքը իրեն հարց են տվել, որ 300,000 ադրբեջանցիներ կարող են բնակվել Հայաստանում եւ ինքը նման պարտավորություններ ունի, թե չէ։ Ինքը ասում է իմ իշխանության օրոք դա տեղի չի ունենա։ Մարդիկ չեն հասկանում ինքը ինչ ասեց։ Այսինքն, եթե ես չլինեմ իշխանություն, դա կարող է տեղի ունենալ։ Սա երկրորդ սերիան է իր այն հայտարարությամբ, որ եթե ինքը չընտրվի, լինելու է պատերազմ Հայաստանում։ Այսինքն, հերթական անգամ Հայաստանի հանրությանը շանտաժ են անում եւ մարդիկ չեն հասկանում դրա տակ ինչ է գտնվում։ Հիմա ո՞րն է այս իշխանության քաղաքականությունը։ Իրենց համար մեկ խնդիրը վերարտադրվելն է, ճիշտ է։ Վերարտադրվելու համար իրենք փորձում են ինչ-որ մի կողմից օգնություն ստանալ։ Օգնությունը աշխարհաքաղաքական է։ Այսինքն ինչ արևմուտքից օգնություն ստանալ, վերընտրվել, հետո ինքը ասում է մենք Ռուսաստանը հարգում ենք, Պուտինի հետ մոտիկ հարաբերություններ ունենք ընկերական, բայց մեր համար Հայաստանի շահը կարևոր է։ Որն է Հայաստանի շահը։ Ինքը բազմիցս ասել է, որ Հայաստանի շահը ինքն է ներկայացնում, որովհետև ժողովուրդը ընտրել, ինքը ժողովրդի իշխանություն է եւ ինքը անում է այն, ինչ որ ժողովուրդն է ուզում եւ ժողովրդի անունից է ուզում։ Այսինքն ինքը ասում է, ես այո Ռուսաստանի հետ խնդիր չունեմ, բայց իմ շահը ավելի կարևոր է վերընտրվելու եւ ինքը հույս ունի վերընտրվելուց հետո գնալ Ռուսաստան, ինչպես հայտարարել է հունիսի 15-ին թե 18-ին եւ այսինքն ամեն ինչ ընդունել, այսինքն իշխանություն ունենա, ամեն ինչ ինքը պատրաստ է անել, բայց ես կարծում եմ դա արդեն չի լինի, որովհետև ինքը չափի սահմանը արդեն անցել է, իր նկատմամբ որևէ վստահություն չկա ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Արևմուտքում, Իրանում եւ այլն, որովհետև այդ անձնավորությունն է, որը նախ իր խոսքերը փոխում է, անդադ ստում է եւ երկրորդը ինքը հուզական, ինչպես ինքը ասեց, հուզական մարդ է եւ հուզմունքի տակ կարող է այնպիսի որոշումներ ընդունել, որ Հայաստանը փաստի առաջ կանգնի եւ ծուղակում հայտնվի։ Հիմա Հայաստանը ծուղակում է հայտնվել։ Ես ուզում եմ կոչ անել Հայաստանի քաղաքացիներին, որ շատ լուրջ փորձություններ են մեզ սպասում եւ այս խնդիրը կարող են լուծել իրենք։ Այս ամեն ինչը կարող են կանգնեցնել իրենք։ Եթե իրենք այնքան հստակ կերպով արտահայտվեն եւ մենք հեռացնենք այս իշխանությանը, ապա այս փորձանքները մենք կարող ենք կանգնեցնել։ Նաեւ բարձր մասնակցություն եթե լինի։ Նաեւ բարձր մասնակցություն եւ բոլոր տվյալները ցույց են տալի, որ արդեն լինելու է շատ բարձր մասնակցություն եւ հատկապես ջախջախից պարտություն է կրելու գործող իշխանությունը Երևան քաղաքում։ Շնորհակալ ենք։